Բարի օր, բարի արև, սիրելի ձկներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով։ Այսօր մարտի 24-ն է իմ օրացույցով, շաբաթվա առաջի օրը եւ իմ օրացույցով արեգոր ձեզ բաժին ընկավ արևը, վերջին երրակն եմ ներկայացնելու ձկներ, ցուլ եւ խոյ, ահա։ Եվ դուք հայտնվել եք այդ տեղում, սիրելի ձկներ, եւ հիմա ներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա համար կանխատեսումը։ Ինչ ունենք լիալուսին նորալուսին, բնականաբար արևը կփոխի իր նշանը, Մարսը կփոխի իր նշանը, Վեներան, ձեր սիրելի մոլորակը, որ գտնվում է ձեր նշանում բարձրակետում, ինքը կդառնա ուղղընթաց եւ արդեն ամսվա վերջին կփոխի իր նշանի, վերջը դուրս կգա ձկան նշանից եւ իհարկե Մերկուրին կդառնա ուղղընթաց եւս կլեքի ձկան նշանը, որտեղ ինքը իրեն բնականաբար շատ վատ է զգում, որտեղ եւ վտարված է եւ անկման մեջ, այսինքն միտքը այդպես ծրված, լավ չի աշխատում, դրան էլ գումարած, որ ինքը հետընթաց է եւ այլն, այդ ամենը եւ այդ դրան գումարած եւս, որ մենք հիմա գտնվում ենք խավարման միջանցքում, սա ուղղակի հիշեցման կարգով միջև 29:03, երբ տեղի կունենա արդեն արևի խավարումը խոյի նշանում։ Եվ այսպես սկսենք Մերկուրիից, Մերկուրին կդառնա ուղղընթաց ապրիլի 7-ին, ասացի գտնվում է ձեր նշանում, ինքը կդառնա ուղղընթաց, այստեղ միտքը հանդիպումներ իհարկե ձեր նշանում են եւ դուք այդպես ձեր հնարավոր է վաղեմի ընկերներին, մտերիմներին եք հանդիպում, այդպես խոսակցություններ, քննարկումներ եւս խորհուրդներ, սա կարող է ձեզ պարգևել Մերկուրին, միգուցե ձեր անձնական քարտեզի ձեզ տալիս են լավ խորհուրդներ, դա ձեզ դուր է գալիս, ինչևէ, այսպես ոմանք էլ հնարավոր է հանդիպեն այնպիսի մարդկանց, թեկուզ նախկին իրենց ծանոթները, որ դա առանձնապես իրենց չէր ուրախացնում, նորից եմ ասում, դա արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, բոլոր դեպքերում նման առիթներ ձեզ մոտ կլինեն, ինչևէ ինքը կդառնա ուղղընթաց եւ ապրիլի 16-ին ուշադիր ինքը դուրս կգա ձկան նշանից եւ կտեղավորվի խոյ նշան, որտեղ ինքը շատ ավելի իրեն վստահ է զգում եւ այնտեղ կմնա մինչեւ մայիսի 10, ասեմ, որ խոյի նշանում փաստորեն ստացվում է ձեր գիտեք ֆինանսները, ոմանք եթե աշխատանք են փնտրում, շատ ձկներ, արդեն այդ ժամանակ, երբ ինքը կլինի ուղղընթաց եւ կմտնի խոյի նշան, կարող եք արդեն դիմել այդ հարցով եւ իհարկե ֆինանսական հարցերը կփորձի կարգավորել ուրեմն Մերկուրին, ահա, այնուհետև 13-ին Վեներան եւս կդառնա ուղղընթաց, ինքը գտնվում է ձկան նշանում, որտեղ ինքը բարձրակետում է եւ իհարկե փորձում ենք օգտագործել մինչեւ 30-ը ինքը նոր կմտնի խոյի նշան, մենք մի ամիս ժամանակ ունենք, իսկ երբ դառնում է ուղղընթաց, փաստորեն 13-ից 30-ը, այդ ժամանակահատվածում ունենք ժամանակ, այստեղ դուք կարող եք փոխել թե ձեր զգեստապահարանը, թե ձեր արտաքինը, թե ձեր շփումները, թե ֆինանսական հարցերը, այսինքն նախաձեռնությունը պետք է լինի ձեր կողմից եւ որոշակի փոփոխություններ կարող եք այնտեղ ներարկումներ կարող են լինել, ինչ խոսք, այսպիսի տրամադրություններ եւս կա, բայց իհարկե սպասում ենք Վեներան լինի ուղղընթաց, նոր այդ հարցով փաստորեն զբաղվում ենք, սա նշեմ եւ գիտեք ինչ, ինձ միշտ վիդեոյից դուրս հարցեր են տալիս, կան այն հարցերի պատասխանները, որ կա վիդեոյում, դրանից դուրս նորից ինձ նույն հարցը տալիս են եւ ճիշտ կլինի, որ եթե դուք չեք հասկանում մի անգամ նորից նայեք, մի քանի անգամ լսեք, ավելի ճիշտ, ես փորձում եմ շատ հասկանալի, շատ հասկանալի ձևով, ուրիշ բառ չասեմ, շատ հասկանալի ձևով մատուցել ձեզ, որպեսզի խնդիրներ չլինեն, բայց արյունտես, որ նորից հարցը ինձ տալիս են, ինչ որ կա, ուրեմն աուդիո ուրեմն տարբերակում, ահա, անցնենք առաջ, հենց նույն 13-ին տեղի կունենա լիալուսինը գիշերը Հայաստանի ժամանակով 4:22 արևը լուսինը կհակադրվեն 24 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը, արդեն այդտեղից սև լուսինը դուրս է եկել, եթե որոշակի սիրելի ձկներ ֆինանսական դժվարություններ կան, բանկերի հետ գործողություններ եւ այլն այսպիսի բաներ, հիմա ինքը դուրս է եկել եւ այդ հարցում ձեզ հանգիստ է թողել, կարող եք ինչ որ այդպես ֆինանսական գործունեություն ծավալել հանգիստ եւ
այստեղ հնարավոր է, որ այ ֆինանսների հետ, ասենք, ինչ-որ նպատակներ ունեք, ինչ-որ մի բան գնելու կամ ձեռնարկելու, աշխատանքետ եւ այլն, այստեղ ձեզ համար արդեն պարզ կլինի ինչքան գումար եք ծախսելու կամ որքան եք վճարելու, եթե ինչ-որ մի բան եք ուզում ձեռք բերել։ Բոլոր դեպքերում որոշակի կոնկրետացում, պարզեցում խնդրի դուք կունենաք։ Այնուհետև 18-ին Մարսը կփոխի իր նշանը, դուրս գալով ի վերջո դուրս գալով խեցգետնի ճիրաներից ինքը կհայտնվի առյուծի նշանում, կրակի նշանում, կրակի մոլորակն է խոյի եւ նորից կհայտնվի փաստորեն կրակի մեջ եւ այստեղ ես կարծում եմ ինքը շատ ավելի լավ կդրսևորվի, դուք ձեզ ավելի լավ կզգաք, որոշակի ընտանեկան հարցեր արդեն կկարգավորվի ձեզ մոտ, իհարկե յուրաքանչյուրն իր խնդիրները, ըստ անձնական քարտեզի բոլոր դեպքերում այստեղ ուրեմն լավ կարող է լինել միանշանակ եւ դուք իհարկե հետեւում եք ձեր առողջությանը, բժշկի խորհրդին եւ ձեր կերակրացանկին անպայման եւ ամեն ինչ լավ կլինի։ Ահա, անցնենք առաջ 20-ին արևը կփոխի իր նշանը եւ դուրս գալու ձեր ֆինանսների տնից կմտնի ցոլի նշան, այստեղ ընկերներն են, այստեղ բարեկամներն են, հարազատներն են, քույր եղբայր եւ այլն եւ հավանաբար այստեղ որոշակի հարցեր կան ընկերների հետ, որ դուք հնարավոր է օգնի ձեզ, որ դուք կարողանաք դա պարզաբանել, խոսել կամ անդրադառնալ այդ թեմային։ Ահա բոլոր դեպքերում արևի գտնվելը ցոլի նշանում ձեզ համար շատ ավելի լավ է, քան ասենք արևի գտնվելը երկօրյակի նշանում, որ կլինի 1 ամիս հետո։ Սա այսպես եւ ուզում եմ նաեւ ձեզ զգուշացնել, որ ձեր ընկերների հետ հնարավոր է փոքրիկ կոնֆլիկտ կամ հնարավոր ինչ-որ բաներ բացահայտվեն, ուշադիր եղեք եւ 10-ից 25 ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր իր քարտեզում մի քիչ պլյուս մինուսով իհարկե սա նկատի ունեցեք, հնարավոր են կոնֆլիկտներ կամ հնարավոր է ի վերջո, գիտեք, նայած ձեր քարտեզի այն պատնեշը, այն խոչընդոտը կամ որ կանգնած է ձեր առջև, հնարավոր է որ դա քանդվի ի վերջո եւ կհաղթանակեք, չէ՞, հաղթանակի հետ արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, բոլոր դեպքերում ցուլ-ձուկ այդ հարաբերությունը այստեղ ես կարծում եմ ձկները դուրս կգան շահումով։ Սա էլ այսպես ամեն դեպքում ուշադիր եղեք այդ ժամանակահատվածում, դուք ինքներդ մի գնացեք կոնֆլիկտի, եթե արդեն մեկ այլ անձի կողմից կլինի, ուրեմն փորձեք դա զսպել։ Եվ 27-ին տեղի կունենա նորալուսինը, Հայաստանի ժամանակով 23:30 արևելուսինը կմիանա 8 աստիճանում ցոլի նշանում։ Ահա, այսպեսի պատկեր ենք մենք ստանում, որ դուք փորձեք այդ ուրեմն հարաբերությունները պարզել կամ ձեր հարազատների միջև ծագած ինչ-որ հարցեր կարող են լինել կամ ընկերների միջև կարող են հարցեր լինեն ծագած կամ պարզապես գիտեք ուղղակի ձեր կյանքում որոշակի խնդիրներ են ձեր առջև դրված, որ դուք դա պիտի լուծեք։ Եթե լավ ուրեմն էներգիան կուտակվի, նշանակում է դուք այդ խնդիրը կլուծեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Եթե ուրեմն չլինի, ստացվում է, որ այդ պահին ինչ որ արել եք կարող է քանդվել եւ դա չստացվել, այնպես որ դա ձեր քարտեզով է պայմանավորված։ Այդ երկու դեպքերը կարող են լինել ձեր կյանքում, պարզապես եղեք ուշադիր։ Նորալուսինն էլ փաստորեն ցուլի նշանում է լինում, այսինքն դուք այդտեղ այդ խնդիրը քանդվում է, դա ավարտվում է եւ ձեզ հնարավորություն է տալիս նոր հարաբերություններ սկսել կամ պարզապես անցնել, հաղթահարել այդ խնդիրները, որ կային, հաղթահարել, դուռը փակել այդ խնդիրների դիմաց մեկ ընդմիշտ եւ քայլել, շարունակել քայլել առաջ։ Ուրեմն այսպես կարող է լինել, այսինքն եթե հետևեք իմ խորհրդին, այդպես շատ ավելի լավ կլինի ձեզ համար։ Եվ իհարկե Վեներան, ձեր սիրելի մոլորակը, ձկներ, քանի որ ինքը բարձրակետում է գտնվում ապրիլի 30-ին, ինչպես որ ասացի, կփոխի նշանը, դուրս կգա ձեր նշանից եւ կտեղավորվի խոյի նշանում, այնտեղ կմնա մինչեւ հունիսի 6 2025 թվականի եւ այստեղ ֆինանսներն են, այնպես որ կարծում եմ Վեներան հատկապես եթե լավ էներգիա կուտակվի, Վեներան այստեղ ֆինանսներ կբերի, այսինքն հնարավոր է որոշ հարցեր կարգավորվեն եւ դուք
ուրեմն կարողանաք կարգավորել ձեր ֆինանսական հարցերը։ Ի վերջո մոլորակները կուտակված են ձկներ եւ խոյ, հա, այդ սահմանա կուսպիդի, այսինքն այդ սահմանին ձկան եւ խոյի այդտեղ են կուտակված եւ այդտեղ թե ձկների համար թե խոյերի համար որոշակի գործողություններ, որոշակի իրադարձություններ են կատարվում, բայց եթե դա վերաբերում է երեխային, գիտեք, երեխայի թեմային հնարավոր է որ այստեղ որ լավ կարող է լինել, լավ իրադարձություն կարող է լինել երեխայի թեմայում, իսկ տան հարցով, այստեղ ընտանիք բնակարան այս հարցերում մի քիչ կարող է դեռևս դժվարություններ լինեն, մինչև արդեն աստիճանաբար իր մոլորակները կտեղափոխվեն, այդտեղ եւս կարծում եմ կկարգավորվի հիմա արժևում դուք եթե երեխաների հետ ինչ որ հարցեր կան, այդ թեմաներն եք փորձում հարթել, հետո արդեն նոր այստեղ որոշակի ընտանեկան թեմաները կամ ասեցի բնակարանի վաճառում եք, գնում եք, տեղափոխվում եք եւ այլն, նոր այսպիսի հարցերը կկարգավորեք։ Ահա, այսպիսի լավ թեմայով էլ ես ուզում եմ ավարտել եւ խորհուրդ տալ ձկներին, որ քանի դեռ Վեներան իրենց նշանում է, դրանից օգ տվել մաքսիմալ, ինչ որ վերաբերում է գեղեցկությանը, ինչ որ վերաբերում է հարաբերություններին, սիրո թեմային, ֆինանսների թեմային, այդ բոլորը ուրեմն կարգավորել, թեկուզ հարաբերությունները, հա, եթե ինչ որ տեսեք հետընթաց են, այսինքն վերանայել հարաբերությունները, կարգավորել եւ ամեն ինչ այդպես դասավորել իրենց տեղերում։ Ահա այսքանը լավ եղեք սիրելի ձկներ, կիսվեք ուրեմն ձեր տպավորություններով, այսինքն ոչ թե տպավորություններով, այլ ինչքանով ինքը օգտակար եղավ ձեզ եւ ինչքանով դա ձեզ օգուտ տվեց այն տեղափոխելով ձեր կյանք, հա, խորհուրդները օգտվելով խորհուրդներից դա որքանով ձեզ օգտակար եղավ, այսպես ասենք, կիսվեք, իսես կներկայացնեմ հաջորդ ամիս արդեն մայիս ամսվա համար։ Այսքանը լավ եղեք առայժմ։